Իդեպ անցած շաբաթվա վերջը նշանավորվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արարատի մարզ կատարած անսպասելի ու չհայտարարված այցով։ Մեր աչքու ականջին իհարկե անսովոր ակցիա է, որ երկրի առաջին դեմքը վեր կենա ու առանց որևէ մեկին զգուշացնելու գնա պատահական մի գյուղ, հարցնի ոնց եք, ինչ կա չկա, ինչպես եք ապրում, հարցնի ոչխարը, որ յոնջա է ուտում, ուռում է թե չի ուռում։ Հետաքրքիր էր։ Ոմանք նույնիսկ Սերգո Երիցյանի կարծիք հաղորդաշարը հիշեցին։ Այս ամփոփվեց վարչապետի մի բանաստեղծությամբ, որից հետո սոցցանցային արձագանքներն ավելի ակտիվացան։ Ոմանք հիացական, ոմանք էլ հումորային գրառումներ թողեցին վարչապետի բանաստեղծության մոտիվներով։ Պոեզիան պոեզիա, հումորը հումոր, բայց խնդիրն այլ հարթության մեջ է։ Նախ անսպասելի այցելության փաստը։ Նախկինում նման բան չէր կարող տեղի ունենալ։ Գրեթե բացառվում էր, եթե նույնիսկ նպատակը PR-ը լիներ։ Նախկինում երկրի առաջին դեմքերի այցերը նախապատրաստվում էին տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման կառույցներին իջեցվող հանձնարարականներով, երթուղին ճշգրտելով ու ճանապարհները կարգի բերելով։ Աղ ու հացն ու պարող երեխաների խումբն էլ վրադիր։ Նիկոլ Փաշինյանն իր լեգիտիմության բարձր աստիճանով հանրային վստահությամբ կարող է իրեն թույլ տալ անսպասելի այցեր առանց երկուպարի ու աղ ու հացի։ Իսկ դրանք նաև քաղաքական բովանդակություն ունեն։ Սա արդյոք տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ անվստահություն է նշանակում, թե վստահիր, բայց ստուգիր սկզբունքի գործնական կիրառում։ Դեռ խորհրդային ժամանակներից հայտնի մի մոտեցում կար, որ եթե այս կամ այն հասունացած խնդիրը չի լուծվում, քննադատության սլաքները առաջին դեմքի չեղելու համար տարածում էին, թե նա տեղյակ չէ, իսկ որ տեղյակ լիներ, այդ հարցը վաղուց լուծված կլիներ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը կարծես ուզում է վերացնել նաև այդ մոտեցումը, երբեմն անձամբ անսպասելի այցեր կատարելով, մարդկանց հետ շփվելու ու նաև պարզելով, թե ինչքանով են ճշգրիտ ու ամբողջական իրեն հրամցվող տեղեկությունները։ Սա իհարկե չի նշանակում, թե բոլոր հարցերի լուծումը մեկ մարդու երկրի առաջին դեմքի իրավասությունների տիրույթում է։ Սա նշանակում է բարձրացնել տարածքային ու տեղական իշխանությունների զգոնությունն ու պատասխանատվությունը։ Եվ վերջինը, երկրի առաջին դեմքի այցից հետո մարդիկ կոնկրետ արդյունքներ են սպասում, կոնկրետ փոփոխություններ կամ տեղաշարժ, կոնկրետ խնդիրների լուծումներ կամ կոնկրետ կադրային փոփոխություններ։ Լավ մնացեք։